Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վիճարկելով հանձնաժողովի կայացրած որոշումը։ Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կարապետյանին 200,000 դրամի չափով վարչական տույժ էր նշանակել կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ արկագույքի եւ եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման համաձայն Սամվել Կարապետյանը չի ներկայացրել հայտարարագիրը, նույնիսկ հանձնաժողովի գրավոր ծանոթությունից հետո օրենքով սահմանված լրացուցիչ 30 օրյա ժամկետում, ինչի հետևանքով նրա նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 200,000 դրամի չափով։ Նշվում է, որ կուսակցության նախագահի պարտականությունները ստանձնելու պահին 2026 թվականի փետրվարին Սամվել Կարապետյանը դատարանի որոշմամբ գտնվել է շփումների սահմանափակումների ներքո, իսկ ներկայումս գտնվում է տնային կալանքի տակ։ Ըստ հրապարակված տեղեկությունների Սամվել Կարապետյանը դատական կարգով վիճարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումը, հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, այս պահին տեղեկություն չկա, թե արդյոք այն ընդունվել է վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ պետպաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 123 միլիարդ 824 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 939 միլիարդ 957 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 120 միլիարդ 537 միլիոն դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը ավելի քան 169 միլիարդ 938 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 3 միլիարդ 286 միլիոն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է պետպաշտոնական կայքի տեղեկատվություն հարկ վճարողների վերաբերյալ բաժնի հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերի ենթաբաժնում։ Վերաքննիչ դատարանն Արմատ մեդիայի խուզարկությունն ապօրինի է ճանաչել։ Դատարանն արձանագրել է, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները։ Քննչական կոմիտեում քննվող վարույթն էլ կապված է Արմատ մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի հետ, իսկ նրան առնչվող հորինված գործը փողերի լվացման ու քաղաքացիներին հավաքին մասնակցելու համար իբրև թե նյութապես շահագրգռելու մասին է։ 2 ամիս է Ալեքսանյանն ակնհայտ ապօրինի կալանքի տակ է, նշել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։ Նրա խոսքով այս ընթացքում քննչական որևէ գործողություն չի կատարվել։ Մամուլում տեղեկություններ կան, որ հուլիսի 25-ին իր շքամուտքի առաջ դաժանաբար ծեծի է ենթարկվել քաղաքացիական պայմանագիրի խմբակցության падգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոթայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հատկանիշներով գործով ձերբակալվել է 2 անձ։ Հուլիսի 26-ին ժամը 16:54-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրում Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում երեխաներ են մոլորվել, դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ եւ Մեծ Պարնի կամավորական Հրշեջ փրկարարական խմբից 4 կամավոր։ Ժամը 18:15-ի սահմաններում Մեծ Պարնի բնակավայրում փրկարարները եւ կամավորները հայտնաբերել են երեխաների, որոնց ուղղափրկարարական աշխատանքներին մասնակցել են 16 փրկարարական ծառայող եւ 4 կամավոր։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է Դամասկոսի իշխանափոխությունից հետո Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր փուլ է սկսվել։ Նրա խոսքով երկու երկրներն ունեն պատմական կապեր եւ ընդհանուր շահեր, իսկ ներկայում աշխատում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Վերջինս նշել է ռուսական ռազմաբազաների ապագայի վերաբերյալ բանակցությունները դեռ ավարտված չեն։ Նա հիշեցրել է նախկինում խոսել է ռուսական բազաները աստիճանաբար սիրիական բանակի ուսումնական կենտրոնների վերածելու ծրագրերի մասին։ Թրամփը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը բավարար զինամթերք չունի Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունները շարունակելու համար։ Նրա խոսքով ԱՄՆ-ն ունի ավելի շատ զինամթերք, քան աշխարհի ցանկացած այլ երկիր, եւ նույնիսկ ավելի շատ, քան անհրաժեշտ է։ Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, Թրամփը հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը, պատրիոտ համակարգերի հրթիռների եւ այլ հակաօդային զինամթերքի պաշարները չսպառելու նպատակով։ Նշվում էր նաեւ, որ զինվորական ղեկավարությունը զգուշացրել է, պատերազմի սրման դեպքում այդ պաշարները կարող են հասնել վտանգավոր ցածր մակարդակի։
Թուրքիան օգոստոսից նոյեմբեր Էստոնիա կուղարկի 5 F-16 կործանիչ եւ 181-րդ էսկադրիլիայի 76 զինծառայող։ Նրանք կմասնակցեն ՆԱՏՕ-ի Բալթյան օդային ոստիկանության առաքելությանը, որը նախատեսում է Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի օդային տարածքների պահպանություն։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Օզդեմիրը հայտարարել է, առաքելությունը կարևոր դեր ունի դաշինքի արևելյան թևի պաշտպանության ամրապնդման գործում։ Նրա խոսքով մասնակցությունը կբարձրացնի Թուրքիայի զսպման կարողություններն ու դաշնակիցների հետ փոխգործունակությունը։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը հայտարարել է, Չինաստանն ու Բրազիլիան պետք է համատեղ խթանեն BRICS-ի ընդլայնման համագործակցության զարգացումը։ Այս մասին նա ասել է Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Սի Ցինփինի խոսքով երկու երկրները պետք է պահպանեն համագործակցության ճիշտ ուղղությունը եւ ամրապնդեն միասնությունը։ Չինաստանի առաջնորդը ընդգծել է նոր գործնական արդյունքների հասնելու եւ հարավի երկրների միջև համերաշխությունն ու անկախ զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։ Պեկինը նաեւ հայտնել է աջակցում է Բրազիլիայի պետական ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության հարցում։ Սի Ցինփինը նշել է, Չինաստանը դեմ է արտաքին միջամտությանը եւ աջակցում է Բրազիլիայի դերին տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության եւ կայունության պահպանման գործում։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է, Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու վարքագիծը հիշեցնում է անարխիստերի գործողությունները առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Նրա խոսքով ուկրաինական իշխանությունները սեփական երկիրը վերածել են գերտերությունների աշխարհաքաղաքական հակամարտությունների գործիքի։ Բաղային նշել է, Կիևը հակամարտության լուծման վրա կենտրոնանալու փոխարեն անընդհատ մեղադրում է այլ երկրներին։ Նա ընդգծել է, որ այդ քաղաքականությունը վնասել է ոչ միայն Ուկրաինային, այլև ամբողջ տարածաշրջանին։ Աքսիոսի փոխանցման Պենտագոնը կարծում է, որ Իրանի դեմ իրականացվող ամերիկյան ավիահարվածներն այս փուլում հասել են իրենց արդյունավետության սահմանագծին։ Աղբյուրների տվյալներով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը խորհուրդ է տվել դադարեցնել Հորմուզի նեղուցի շրջանում ռմբակոծությունները, նշելով, որ դրանք այլևս չեն ապահովում ցանկալի արդյունք։ Ըստ Պորտալի այդ գնահատականը ազդել է նախագահ Թրամփի հարվածները դադարեցնելու որոշման վրա։ Միաժամանակ Քուփերը չի բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, եթե քաղաքական որոշում ընդունվի հարվածել մնացած թիրախներին։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, Թեհրանը երբեք չի դիմել ԱՄՆ-ին բանակցությունները վերսկսելու խնդրանքով։ Նրա խոսքով նման քայլը չի համապատասխանում Իսլամական Հանրապետության քաղաքական բնույթին։ Բաղային նաև ընդգծել է, Իրանը թույլ չի տա, որպեսզի Վաշինգտոնը որոշի պատերազմի ավարտի պայմանները։ Նա հայտարարել է, Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, իսկ Իրանի եւ Օմանի միջև ընթացող բանակցությունները դրական մթնոլորտում են ընթանում։ Կանադայի բրիտանական Կոլումբիա նահանգում երկու խոշոր անտառային հրդեհների օջախները միավորվել են, վերածվելով մեկ հսկայական աղետի։ CBC-ի փոխանցման հրդեհի ընդհանուր մակերեսը արդեն գերազանցել է 66,000 հեկտարը։ Չոր եւ շոգ եղանակը շարունակում է խիստ բարդացնել հրշեջների աշխատանքը, իսկ վտանգավոր գոտիներից տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Այրվել է առնվազն 20 բնակելի տուն եւ այլ շինություններ, սակայն զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում ներկայում գրանցված է 145 ակտիվ հրդեհի օջախ, որոնց մարման աշխատանքներում ներգրաված են շուրջ 1000 փրկարար, հարյուրավոր մեքենաներ եւ 162 ինքնաթիռ ու ուղղաթիռ։ New York Times-ի տեղեկություններով Թրամփը քննարկում է Իրանի դեմ հակամարտության զարգացման 3 հիմնական տարբերակ։ Դրանք ներառում են ռազմական էսկալացիան, տնտեսական ճնշման ուժեղացումը նոր պատժամիջոցների միջոցով եւ պատերազմից դուրս գալը, այն ներկայացնելով որպես ԱՄՆ հաղթանակ։ Թերթը նշում է, այս սցենարները քննարկվել են նախագահ Ջեյ Դի Վենսի, պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Ըստ պարբերականի հակամարտության 5 ամիսների ընթացքում ԱՄՆ-ին չի հաջողվել հասնել իր հիմնական նպատակներին, այդ թվում Իրանում իշխանափոխության։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, Թեհրանը անպատասխան չի թողնի Կիևի գործողությունները Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման համար։ Նրա խոսքով Իրանի դեմ ցանկացած հարձակում միշտ ունի իր գինը, եւ դա արդեն հասկացել են թե ԱՄՆ-ն, թե Իսրայելը։ Ազիզին ընդգծել է, Ուկրաինան եւս շուտով կհամոզվի, որ Իրանը պատասխան է տալիս իր դեմ ուղղված գործողություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված է, այս մասին հայտնել են Ուժեղ Հայաստան կուսակցությունից։ Այսօրվանից գործում է անվճար տրանսպորտային միջոց, որը փոխադրումներ է իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից դեպի Լոռի Բերդ, Լեջան, Ակարակ, Յաղդան ու Կողես գյուղ եւ հակառակ ուղղություններով, ասվում է հայտարարությունում։
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2025 եւ 2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ, այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է, հայտնել են նախարարությունից։ Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցեր, հայտնել են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Իրանում գտնվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայթյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Տիկին Ֆարզանե Սադեղը հանդիպմանը նշել են, որ դրա իրականացումը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը եւ կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։ Նրանք պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։ Հուլիսի 26-ին Կարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորթ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հայոց արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին առաջնորդությամբ հոգևոր հովի վարժանապատիվ Տեր Թադեոս Քահանա Բարսեղյանի։ Իստերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին վեհապար հայրապետը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, ինչը հնարավորություն է ընձեռում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր ազգային ժառանգությանն ու սրբություններին, ինչպես նաև իրենց ակցությունը բերելու հայ ժողովրդին այս դժվարին օրերին։ Նորին սրբությունը վստահություն է հայտնել, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար առավել զորացած վերադառնալու իրենց համայնք եւ շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում։ Բաքվում այսօր մեկնարկել է M17 տարեկաների աշխարհի առաջնությունը, մրցումային առաջին օրը գործ դուրս կգան հետևյալ ըմբիշները 48 կիլոգրամ Քաշային Արարատ Ավետիսյանը, 55 կիլոգրամ Գեղամ Եղիազարյանը, 65 կիլոգրամ Վազգեն Նացականյանը, 80 կիլոգրամ Վահե Հովեյանը, 110 կիլոգրամ Խաչիկ Խաչատրյանը։ 65 կիլոգրամ Քաշային Վազգեն Նացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ, հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, ընդգծելով, որ Հայաստանը ներքին համերաշխության եւ երկկուսակցական համագործակցության կարիք ունի, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Նա մտահոգություն է հայտնել տնտեսության վիճակի վերաբերյալ, նշելով, որ արտահանման շուկաները հնարավոր չէ կտրուկ փոխել առանց նախկին տնտեսական կապերը վնասելու։ Նրա խոսքով Ադրբեջանը զբաղեցնում է այն շուկաները, որոնք Հայաստանը կորցնում է, իսկ ավանդական շուկաների վերականգնումը կարող է անհնար դառնալ։ Գագիկ Ծառուկյանը դիմել է նաև իր հետ կապված ձեռնարկությունների աշխատակիցներին, վստահեցնելով, որ նրանց խնդիրներն իր համար անձնական են եւ հույս հայտնելով, որ արդարությունը կվերականգնվի, իսկ մարդիկ կվերադառնան աշխատանքի։ Ուղերձի ավարտին նա նշել է, որ տարածաշրջանային եւ տնտեսական լուրջ ռիսկերի պայմաններում անհրաժեշտ է համախմբել Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր կարող ուժերին, անկախ կուսակցական պատկանելությունից։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, ըստ մեղադրանքի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է պայմանագրով չնախատեսված 10 տարվա բանկային երաշխիք, ապա անտեսելով դատական վճարման ընթացքը նախաձեռնել է նոր մրցույթ։ Արդյունքում 75 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել իր հետ փոխկապակցված ընկերության հետ։ Պաշտոնատար անձին մեղադրանքի առաջադրվել նրա պաշտոնավարումը կասեցվել է, իսկ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Այս մասին հայտել են պետական եկամուտների կոմիտեից։ Օրինակ, եթե հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել ձեր հայտարարագիրը։ Կարգավորման մանրամասներին ծանոթացնում է ՊԵԿ աշխատակիցը։ Հենց այս նպատակով ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի վեբ տարբերակում գործարկվել է լիազորի գործառույթը։ Իսկ ինչպես լիազորել։ Կա երկու տարբերակ։ Առաջինը հայտարարում պետք է մուտք գործի համակարգ եւ իր անձնական էջի իմ լիազորված անձի ենթաբաժնում լրացնի լիազորվող անձի տվյալները։ Այնուհետև լիազորվող անձը նույն համակարգի արդեն իր անձնական էջում պետք է հաստատի կամ մերժի իրեն տրված լիազորությունը։ Հաստատելու դեպքում տվյալ անձը կստանա լիազորված անձի կարգավիճակ։ Իդեպ, հայտարարում կարող է նշել նաև լիազորության գործողության ավարտի ամսաթիվը, որի լրանալուց հետո լիազորված անձը համակարգում այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել։ Մեկ այլ տարբերակով լիազոր անձ գրանցելու համար հայտարարում կարող է դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած սրահ, ներկայացնելով դիմում եւ լիազորագիր,
միաժամանակ կցելով իր անձնագրի եւ լիազորվող անձի նույնականացման քարտի պատճենները։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում հայտարարություն կարող է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, մինչդեռ լիազորված անձը պարտավոր է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպեսզի կարողանա ներկայացնել հայտարարուի տարեկան հայտարարագիրը։ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը Կիմ Յո Ջոնգը հայտարարել է Հյուսիսային Կորեայի որպես միջուկային պետության կարգավիճակը վերջնական է եւ անշրջելի։ Նրա խոսքով երկրի միջուկային ներուժը շարունակաբար արդիականացվելու եւ ամրապնդվելու է, ապահովելով ուժերի հավասարակշռությունը կորեական թերակղզում եւ դրանից դուրս։ Հայտարարությունը պատասխան էր ASEAN-ի տարածաշրջանային ֆորումի նախագահության փաստաթղթին, որտեղ կոչ էր արվում լիովին ապամիջուկայնացնել կորեական թերակղզին։ Կիմ Յո Ջոնգը մերժել է այդ մոտեցումը, այն անվանելով իրավական ուժ չունեցող փաստաթուղթ, որը չի կարող փոխել սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակը։ Նա նաև հայտարարել է ԿԺԴՀ-ի միջուկային զսպման ուժերը մնում են երկրի ինքնիշխանության պաշտպանության ամենահուսալի երաշխիքը։ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օաննա Ցոյուն հայտարարել է. երկրի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը Ռումինիայի տարածքային ջրերի վրա խոցել է հերթական անօդաչու թռչող սարքը։ Նրա խոսքով, խոսքը շահեդ տիպի ԱԹՍ-ի մասին է, որը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ռումինիան շարունակում է հետաքննությունը, պարզելու վերջին օրերին խոցված անօդաչուների բոլոր հանգամանքները։ Նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից Ռումինիայի օդային տարածքի խախտումները, որը նաև ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության օդային տարածքն է, անընդունելի են։ Այդ խախտումների կապակցությամբ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն։ Reuters-ի փոխանցմամբ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը եւ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում են երեքշաբթի հանդիպել Վաշինգտոնում։ Ուկրաինական աղբյուրի տեղեկություններով Կիևը շահագրգռված է այդ այցով, սակայն սպասում է Սպիտակ տան պաշտոնական հաստատմանը։ Նույն աղբյուրը հայտնել է, ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաները քննարկել են օդում հրադադար հաստատելու առաջարկը, որը նախատեսվում է ներկայացնել Ռուսաստանին որպես խաղաղության նախաձեռնությունների նոր փուլի մաս։ Ըստ աղբյուրի, նախկինում Ուկրաինան արդեն դիմել էր նման առաջարկներ, սակայն դրանք մերժվել էին Մոսկվայի կողմից։ Որոշ պաշտոնյաներ կարծում են ռուսական տնտեսության վրա անօդաչուների եւ հրթիռային հարվածների շարունակվող ճնշումը կարող է ազդել Վլադիմիր Պուտինի դիրքորոշման վրա։ ԱՄՆ-ի Picket Defense System ընկերությունը ներկայացրել է Inferno Artis-ի անվանումով նոր համակարգ, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումները հետ մղելու համար։ Համակարգը բաղկացած է 54 փողից, որոնք տեղադրված են գնդաձև կորպուսի ամբողջ մակերեսով եւ ավտոմատ կերպով ընտրում են թիրախին ամենամոտ փողը։ Inferno Artis-ին օգտագործում է пассив սենսորային համալիր, որը ներառում է եռաչափ միկրոֆոնային ցանց եւ մի քանի օպտիկական տեսախցիկ, ԱԹՍ-ները հայտնաբերելու եւ ուղեկցելու համար։ Համակարգը թողարկվում է երկու տարբերակով՝ 36 եւ 54 փողանոց, որոնք կարող են կիրառել տարբեր տրամաչափի զինամթերք։ Ստեղծողների տվյալներով երկու տարբերակներն էլ ունակ են հայտնաբերել եւ խոցել թիրախներ մինչեւ 120 մետր հեռավորության վրա։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է. ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման գլխավոր պայմանը Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանումը ու Իսրայելի ագրեսիայի լիակատար եւ անվերապահ դադարեցումն է։ Թասնիմի փոխանցմամբ այս մասին նա գրել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղված նամակում։ Խամենեին ընդգծել է, շարժումը շարունակում է անսասան դիմակայել սիոնիստական ռեժիմի եւ նրա կողմնակիցների ճնշմանը։ Նրա խոսքով այդ դիմադրությունը դարձել է ոգեշնչման աղբյուր ազատ աշխարհի համար։ Իրանի գերագույն առաջնորդը վերահաստատել է, որ Թեհրանը չի հրաժարվի իր հիմնական պահանջներից հակամարտության կարգավորման գործընթացում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կասպից ծովում իրանական Անա բեռնանավի վրա իրականացված հարձակման հետևանքները։ Լավրովը ցավակցություն է հայտնել զոհված իրանցի նավաստու ընտանիքին եւ շուտապույտ ապակինում մաղթել վիրավորներին, ընդգծելով, որ նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։ Արաղչի շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին անձնակազմին ցուցաբերած օգնության համար եւ հայտարարել, որ անհրաժեշտ է կանխել Կիևի արկածախնդրական գործունեությունները։ Նա նաև Լավրովին տեղեկացրել է Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ուղղված շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի ժողովրդական հանրապետության Շևչենկո գյուղի նկատմամբ։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն բնակավայրը գրավվել է կենտրոն զորախմբի նախաձեռնողական եւ վճռական գործողությունների արդյունքում։ Նախարարությունը նշել է, որ գործողությունն իրականացվել է մարտական առաջխաղացման շրջանակում։ Այլ մանրամասներ, այդ թվում մարտերի տևողությամբ կամ կորուստների վերաբերյալ պաշտոնապես չեն հրապարակվել։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Նրա խոսքով այդ գործողությունը կատարվել է Իսրայելի ցուցումով, Եվրոպային պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Արաղչին նշել է, որ այդ հարցը քննարկվել է ինչպես Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, այնպես էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցներում։ Նա ընդգծել է, որ Կիևի գործողությունները չեն կարող մնալ անպատասխան։ Իրանի արտգործնախարարը վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը կատարվածի համար պատասխանատվություն պահանջելու վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ պատասխանել է այն ռազմական գործողություններին, որոնք նրա խոսքով արևմուտքի աջակցությամբ սկսել է Կիևի իշխանությունը։ Պուտինը նշել է, ազատագրված բնակավայրերում տեղի ունեցած ավերածությունները չեն կարող ներկայացվել որպես Ռուսաստանի ագրեսիայի հետևանք։ Նրա խոսքով ռազմական գործողությունները սկիզբ են առել այն ժամանակ, երբ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները պատերազմ են սկսել երկրի հարավ-արևելքում բնակվող դեպի Ռուսաստան կողմնորոշված բնակչության դեմ։ Ռուսաստանի նախագահը կրկնել է, Մոսկվան միայն արձագանքել է այդ զարգացումներին։ Նա ընդգծել է, որ նման դիրքորոշումը արդեն բազմիցս ներկայացրել է եւ կրկին վերահաստատում է այն։ Իրանի դեմ Իսրայելի եւ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների մեկնարկից փետրվարի 28-ից ի վեր տուժած ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 624-ի։ Այս մասին հայտնում է New York Times-ը, հղում անելով պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներին։ Թերթի տեղեկություններով Պենտագոնը հուլիսի 7-ից սկսել է առանձին վիճակագրություն հրապարակել վիրավորների եւ զոհվածների վերաբերյալ, երբ հրադադարի տապալումից հետո հակամարտությունը մտել էր նոր էսկալացիայի փուլ։ Նոր հրապարակված տվյալների համաձայն միայն հուլիսի 7-ից հետո պաշտոնապես գրանցվել է 207 տուժած ամերիկացի զինվորական։ New York Times-ը նշում է, հրապարակվող վիճակագրությունը պարբերաբար թարմացվում է, արտասոլելով հակամարտության ընթացքում արձանագրված նոր կորուստներն ու վիրավորները։ Հայաստան եւ Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի հարավային Կովկասի զարգացմանը, այս մասին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Շնորհավորում եմ Ադրբեջանին եւ Հայաստանին 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունն անհրաժեշտ է նաեւ հարավային Կովկասին։ Գերմանիան եւ Եվրոպական միությունը խիստ շահագրգռված են այս աշխարհաքաղաքական առումով կարևոր տարածաշրջանում կայունությամբ, ասել է Մերցը։ Դրա խոսքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պայմանավորվածությունները հնարավորություններ են բացում կարգավորելու երկրների միջև հարաբերությունները եւ հաղթահարելու տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Տարածաշրջանում կայունությունը նաեւ նոր հնարավորություններ է բացում մեր երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման համար, հավելել է Գերմանիայի կանցլերը։ Եվրոպայի չեմպիոն բրոնզկամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions-ի կազմակերպած բրոնզկամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտել է 29-ամյա չեխ բրոնզկամարտիկ Յոհաննա Յայմոնտի հետ եւ հաղթանակի հասել մրցավարների միաձայն որոշմամբ։ Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, այս մասին հայտնել է Մեհրը։ Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումից հետո։ Իրանի նավթի նախարարի խոսքով կողմերը քննարկել են հնարավոր էներգետիկ նախագծերի լայն շրջանակ, այդ թվում երկկողմ առևտրի ընդլայնումը, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանումը, նավթավերամշակման գործարանների կառուցումը եւ Հայաստան նավթամթերքի մատակարարումները։ Փաքնեժադը նաեւ հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը պայմանավորվել են համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի երկկողմ բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում հնարավոր լինի գնահատել կոնկրետ արդյունքները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է զգոն լինել, մի վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին։ Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների եւ քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։ Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ եւ արգելափակել ուղարկողին։
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել, կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին, այս մասին հայտում է ԱՆԿԱԴ։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների ազատ արձակումը Արցախի փախստականների անվտանգ վերադարձը եւ Հայաստանի տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրսբերումը խաղաղության անվերապահ պայմաններ են եւ ոչ թե Բաքվի սակարկությունների գործիք, որոնցով վերջինս ստիպում է Հայաստանին միակողմանի զիջումների գնալ, նշել է ԱՆԿԱ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես եւ սպասվում էր, բացասական է արձագանքել այս զարգացումներին, օրինագծի ընդունումը որակել են որպես ԱՄՆ կոնգրեսը հայկական լոբիի շահերից ելնելով Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու գործիք դարձնելու փորձ է կատարվում։ Բաքվում առանձնակի վրթովմունք են հայտնել օրինագծում ռազմագերիներ եւ քաղաքական բանտարկյալներ եզրույթների օգտագործման կապակցությամբ։ Ստամբուլում ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, որոնցից երկուսը ծանր վրանսվածքներ են ստացել։ Վթարը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածի Էյուբ Սուլթան շրջանում, որտեղ ըստ ոստիկանության նախնական տվյալների վարորդը սայթաքուն ճանապարհի պատճառով կորցրել է կառավարումը, բախվել առջևում ընթացող մեքենային, ապա ճանապարհային նշանի սյանը։ Տուժածների թվում կան նաև երեխաներ, իսկ բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են։ Նույն օրը եւս մեկ խոշոր ավտոբուսային վթար է տեղի ունեցել Թուրքիայի Քրըքքալե նահանգում։ Այնտեղ վատ եղանակի պատճառով ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց եւ շրջվել, ինչի հետևանքով տուժել է 40 մարդ։ Օտարերկրացիների մասին տեղեկություններ չկան։ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանի Կիրիլովկա քաղաքատիպ ավանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում 2 երեխա։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Եվգենի Բալիցկին, նշելով, որ հարվածի թիրախում հանգստյան բազաներն էին։ Նրա խոսքով հայտնի է նաև 14 վիրավորի մասին, որոնցից 3-ը երեխաներ են։ Այլ մանրամասներ այս պահին դեռ չեն հաղորդվում։ Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը հայտարարել է, երկրի օդային տարածքում հերթական անօդաչու սարքն է խոցվել։ Նրա խոսքով դեպքը տեղի ունեցել վաղ առավոտյան ժամը 8:30-ին Սվինտու Գեորգե բնակավայրից մոտ 10 կիլոմետր արևմուտք։ Անօդաչու սարքը խոցվել է Ռումինիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի կողմից։ Դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հրապարակվել։ Ռումինիայի իշխանությունները շարունակում են հետևել օդային իրավիճակին։ Թրամփը հայտարարել է, ամերիկացի զինվորականները լիովին պատրաստ են մարտական գործողությունների եւ անհրաժեշտության դեպքում կարող են հզոր հարված հասցնել Իրանին։ Միաժամանակ նա ընդգծել է, չի շտապում նման որոշում կայացնել, քանի որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են բանակցությունները։ Թրամփի խոսքով իրավիճակը կարող է հանգուցալուծվել տարբեր ձևերով եւ իրանցի պաշտոնյաները գնալով ավելի լուրջ են վերաբերվում նոր համաձայնագրի հասնելու հնարավորությանը։ Նա նաեւ նշել է, Իրանը գետնի տակ ունի խորքային պաշտպանական թաքստոցներ, որտեղ կարող են ապաստանել անհրաժեշտության դեպքում։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է հարվածները հասցրել Եմենի Հոդեյդա նահանգում գտնվող հութի ապստամբների ռազմական օբյեկտներին։ Դաշինքի տվյալներով թիրախավորվել են այն դիրքերը, որոնք սպառնալիք էին ներկայացնում Կարմիր ծովում նավագնացության համար։ Կոալիցիայի խոսնակ Թուրքի Ալ-Մալիքին ընդգծել է, Հոդեյդայի նավահանգիստը չի թիրախավորվել, իսկ ռազմական գործողությունն արդեն ավարտվել է նախատեսված նպատակների իրագործմամբ։ Նրա խոսքով Հոդեյդայի, Ռասիսայի եւ Ալ-Սալիֆի նավահանգիստները շարունակում են բնականոն աշխատանքը եւ սպասարկում են առևտրային նավերը։ Վրաստանում երկրորդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում, որի պատճառները դեռևս հայտնի չեն։ Թբիլիսիում հոսանքը անջատվել է առավոտյան ժամը 7:30-ին, ինչի հետևանքով ամբողջ երկրում կանգ են առել գնացքները, իսկ մայրաքաղաքում դադարեցվել է մետրոյի աշխատանքը։ Մոտ 2 ժամ անց էլեկտրամատակարարումը սկսել է աստիճանաբար վերականգնվել։ Թբիլիսիում հոսանք է վերադարձվել Սաբուրթալո, Վերա եւ Վակե թաղամասերում։ Էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է նաեւ Բաթումում, Չակվիում, Քոբուլեթիում, Գոնիոյում եւ Կվարիատիում։ Եղանակը առաջիկա օրերին հուլիսի 27-ից 28-ը 30-ից 31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանցին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, հուլիսի 26-ից 31-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից 3-ը կնվազի 2-ից 3 աստիճանով։